չի կարող Ադրբեջանի զորքերը գա քո տարածքում լինի, քեզ մի փաստաթուղթ թակամարության կարգավորման ստորագրես, նույնիսկ այդ զորքերը քո տարածքից դուրս չգան։ Հիմա ասում են, որ սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում զորքերը դուրս են գալու, բայց մենք գիտենք, որ այս օրերին էլ իրենց դիրքերը ամրապնդելու կապիտալ շինարարություն անում Ադրբեջանը Հայաստանի տարածքում։ Սա մեկ ապացույց է ևս, որ Ադրբեջանը չի պատրաստվում նույնիսկ սահմանագծման սահմանազատման արդյունքում Հայաստանի տարածքից դուրս գալ։ Հետևաբար այդ խաղաղության մասին խոսելը թույլ է ու անիմաստ, հիմնավոր չի։ Երկրորդ արդյոք այդ թուղթը մեզ բերել է երաշխիք, որ Ադրբեջանը չի արձակվելու, բնականաբար ոչ։ Նախ մենք ինչ ենք ասում ենք, որ եթե ուզում ենք այդ խաղաղությունը, այսպես ասած, Ադրբեջանի հետ լինի անդառնալի եւ անշրջելի, պետք է ներգրավել միջազգային երաշխավորներ։ Եվ աշխարհում դա շատ ընդունված կարգ է, որ նման երկարատև հակամարտությունների լուծման համար արժեք կշիռ ներկայացնող գերտերություններ դառնում են այդ համաձայնության երաշխավորը։ Եթե մենք ուղիղ այդ համաձայնությունը կնքում ենք եւ Ադրբեջանը վաղ խախտում է, մեր զսպման գործիքը ո՞րն է դա։ Հետևաբար մեր մոտեցումը հետևյալն է, ոչ թե ասում ենք մենք Ադրբեջանը ոչ մի թուղթ չենք քննարկում, բանակցություն չենք վարում, խաղաղություն չենք ուզում, այլ ասում ենք, որ այդ խաղաղության մեխանիզմները հասնելու պետք է լինի արդարացի, պետք է լինի անշրջելի։ Այն ինչ որ այսօր մեզ հրանցում են, դա այդպես չի։ Նույնը թռիպի հետ կապված։ Ոչ թե ասում են, որ Հայաստանի տարածքը չպետք է ապաշրջափակվի, ճանապարհներ չպետք է լինեն, այլ ասում են, եթե խոսում եք դրա մասին, առաջի քայլը։ Իհարկե թռիպ երկուսը թող այդ Ադրբեջանի տարածքով լինի, էլի այդ նույն պայմաններով, այսինքն փոխադարձության սկզբունքով։ Այդ ինչի Հայաստանի տարածքով շատ դետալներով պայմանավորվում եք, բայց Ադրբեջանի տարածքով նույնը չէ։ Այսինքն այստեղ ոչ թե բանակցությունները մերժելու միանգամից ամեն ինչին դեմ են, այլ պետք է այդ փաստաթղթերում ներառես քո շահը, հայկական պահանջները։ Դրանից հետո եթե իրանք հրաժարվեն, դա արդեն իրաց պրոբլեմ։ Բայց մերժող կողմում են չենք լինել։ Այս է լինելու մեր ընդհանուր մոտեցումը։